Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության զինուժ ստուդիան ներկայացնում է զինված ուժերի բուժծառայությունը 24 տարեկան է խորագրով հատուկ թողարկումը։ Բարև ձեզ, այսօր մեր ծրագրում կարող եք դիտել վիրահատություններ նկուղներում ու վրաններում, մոմի ու ճրագի աղոտ լույսի ներքո, կյանքի ու մահվան սահմանագծում հրաշքներ գործած ռազմաբժշկական ծառայությունը 24 տարեկան է։ Ինչպես դառնալ արհեստավարժ, սա նրահանգիչ, ավարտին են մոտենում ռազմաբժշկական առաջին ուսումնական կենտրոնի առաջին ունկնդիրների դասընթացները։ Զինվորական ուսադիրներ ու բժշկական ճերմակ խալաթ, պատասխանատվության բարձր զգացումը եւ բժշկի անսահման նվիրումն ու հոգատարությունը երբեմն հրաշքներ են գործում։ Հիվանդի հետ վարվիր այնպես, ինչպես կցանկանայիր, որ քեզ հետ վարվեր մեկ այլ բժիշկ։ Պաշտպանության նախարարության կենտրոնական պոլիկլինիկան շարունակում է հավատարիմ մնալ իր որդեգրած կարգախոսին։ Եվ այսպես, եթե մեր ժամանակների խաղաղ պայմաններում բուժծառայողի անգամ ամենաբարդ գործողություններն ընկալվում են որպես սովորական երևույթներ, ապա պատերազմի դաշտում բժշկի յուրաքանչյուր վիրաբուժական միջամտություն չես կարող այլ կերպ, քան մեծագույն մարդասիրություն ու հրաշագործություն բնորոշել։ Հիրավի պատերազմի հորձանուտում վերհառնեց հայ բուժծառայողի կերպարը, ում մասնագիտական տոնը ազգային բանակի տոնացույցում նշվեց նոյեմբերի 17-ին։ Վիրահատություններ նկուղներում ու վրաններում, մոմի ու ճրագի աղոտ լույսի ներքո, արկերի և ռումբերի սուլոցների ուղեկցությամբ։ Կյանքի ու մահվան դաժան պայքարում առավել հաճախ հաղթում է բժիշկը, մահվան ճիրաններից փրկելով կամավորականին ու զինվորին։ Հիրավի, հրեբոցերի մեջ ծնվեց հայ բուժծառայողը, պատերազմի դաշտում ստանալով իր առաջին մկրտությունը։ Արցախյան ազատամարտի տարիներին ինչպես երկրապահները, այնպես էլ բժիշկներն ու բուժքույրերը կամավորականներ էին։ Նրանք բժշկի ճերմակ խալաթը փոխարինեցին զինվորական համազգեստով, երբեմն էլ նշտարի փոխարեն զենք վերցրեցին։ Նրանց վիրահատարանները դարձան վրաններն ու նկուղները, առանց հատուկ կահավորանքի ու սարքավորումների։ Նրանք զինվորական բժշկի նեղ մասնագիտական գիտելիքներին հասու եղան ռազմի դաշտում։ Օր-օրի նոր ուժգնությամբ բորբոքվող արցախյան պատերազմը առավելագույն լարում, գերմարտկային ճիգեր ու նվիրում էր պահանջում ոչ միայն ռազմիկներից, այլև բուժծառայողներից, երբ ճակատային մասում բացված վրաններում կատարվող վիրահատությունների թիվը հասնում էր մի քանի տասնյակի։ Դաշտային հոսպիտալում Աստված կարծես փորձության էր ենթարկում իր ստեղծած էակի մարդ արարածի կարողություններն ու շնորհները։ Բժիշկները զինվորի հետ տոնում էին իրենց հոգու հաղթանակը, կյանքի ու մահվան նոր սահմաններ գծում, փոխում գոյության օրենքը։ 1992 թվականին ազգային բանակի կազմավորմանը զուգընթաց ձևավորվեց Պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչությունը, անմիջապես ձեռնամուխ լինելով դաշտային պայմաններում շարժական հոսպիտալների բացազատման աշխատանքների իրականացմանը։ Այդպիսի հոսպիտալներ են բացազատվում ինչպես Արցախում ընթացող պատերազմի առաջին գծում, այնպես էլ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանամերձ գոտիներում։ Նույն թվականին Վանաձորում ձևավորվում է ազգային բանակի Անդրանիկ հոսպիտալը, որտեղ տեղափոխվում էին շարժական հոսպիտալներում առաջին բուժօգնություն ստացած ծանր վիրավորները։ Հետագա տարիներին բացվում են նաև Երևանի, Վարդենիսի, Բերդի, Սիսիանի կայազորների, ինչպես նաև Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալները։ Զինադադարի պայմանագրի ստորագրումից հետո պատերազմի բովում թրծված ու ռազմական բժշկի փորձառություն ձեռք բերած բժիշկների եւ բուժքույրերի մեծ մասը ծառայության է անցնում Պաշտպանության նախարարության բուժհաստատություններում, կազմակերպելով հոսպիտալների ու զորամասերի բուժկետերի բնականոն աշխատանքը։ Միաժամանակ զինված ուժերի բուժհաստատությունների համալրումը բարձր հիմքերի վրա դնելու նպատակով 1994 թվականին Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ բացվում է ռազմաբժշկական ֆակուլտետը։ Ըստ այդմ բժշկական կադրերով համալրումը դրվում է նոր, առավել ամուր եւ բարձր հիմքերի վրա։ Այսօր ազգային բանակի բուժծառայողները շարունակում են պատշաճ իրականացնել իրենց առջև դրված խնդիրները։ Այն իրողությունը, որ զինված ուժերի բուժծառայողները հավատարիմ են իրենց երդմանը եւ միշտ ու ամենուրեք պատրաստ են դարմանելու հայրենիքի պաշտպանի վերքերը, վերստին հաստատվեց ապրիլյան քառորյա պատերազմի ընթացքում, երբ թե հոսպիտալներում, թե մարտադաշտում ազգային բանակի բժիշկները պարզապես հրաշքներ գործեցին, մահվան ճիրաններից փրկելով մարդկային բազմաթիվ կյանքեր, վստահություն ու հավատ ներշնչելով ապաքինվող յուրաքանչյուր զինվորի։
Միանշանակ է, որ քառօրյա ռազմական գործողությունների օրերին ոչ միայն զինծառայողների, այլև ռազմական բժիշկների մարտական ոգին բավականին բարձր էր, ինչի մասին վկայում էին ոչ միայն բժիշկների առաջնագից մեկնելու դիմումների, խնդրանքների ու հեռախոսազանգերի տեղատարափը, այլև այդ օրերին հանրության միայն դրական արձագանքն ու գովեստի խոսքերը բուժծառայողների աշխատանքի նկատմամբ։ Դժվարին, բայց անչափ պատվաբեր աշխատանք, որի թերևս լավագույն գնահատականը եղել եւ շարունակում է մնալ ապաքինվող զինվորի ժպիտը։ Եվ ահա այս շաբաթ նոյեմբերի 17-ին բուժծառայողի մասնագիտական տոնին նվիրված միջոցառում էր կազմակերպել Պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում։ Միջոցառման ընթացքում զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հրամանով շնորհակալություն է հայտարարվել 26 զինծառայողների, եւս 29 բուժծառայողներ էլ պարգևատրվել են պատվոգրերով։ Զինված ուժերի ռազմաբժշկական ծառայության կազմավորման 24-րդ տարեդարձի եւ բուժծառայողի օրվա արդիվ, ինչպես նաեւ 2016 թվականի ուսումնական տարվա ընթացքում բուժկանխարգելիչ միջոցառումները բարձր մակարդակով կազմակերպելու, ծառայողական պարտականությունները պատշաճ եւ բարեխղճորեն կատարելու, մարտական եւ մասնագիտական պատրաստության բարձր ցուցանիշներ օրինակելի կարգապահության համար զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետի հրամանով էլ շնորհակալություն է հայտարարվել 76 զինծառայողների, մի խումբ բուժծառայողներ խրախուսվել են պատվոգրերով։ Արցախյան ազատամարտից սկսած մինչև բանակաշինության ընթացքն ու մեր օրերը զինված ուժերի բուժծառայության ստորաբաժանումները միասին ու միահամուռ աշխատանքով պատրաստ են պատվով դիմակայել առկա մարտահրավերներին։ Ռազմաբժշկական ծառայությունը ժամանակին համահունչ շարունակում է կատարելագործվել եւ զինվել նորագույն բուժսարքավորումներով, առավել բարձրացնելով զինծառայողների առողջապահության որակը։ Թեմայի շուրջ իմ գործընկեր Նաիրա Համբարձումյանը զրուցել է զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ գնդապետ Կամավոր Խաչատրյանի հետ։ Պարոն գնդապետ, Արցախյան հակամարտության ապրիլյան լարվածության փուլի այս օրերում մեր բժիշկներն անուրանալի աշխատանք կատարեցին։ Դուք ինչպես եք գնահատում ձեզ ենթակա ստորաբաժանումների կատարած աշխատանքը։ Ապրիլյան օրերին ռազմաբժշկական ծառայության բոլոր ստորաբաժանումները, որոնք որ անմիջականորեն գտնվում են շփման գծում, հենց առաջին օրվանից, առաջին ժամերից սկսեցին կատարել իրենց վրա դրված պարտականությունները։ Կարող եմ շեշտել, որ ընդհանուր կազմակերպված աշխատանքների արդյունքում ռազմաբժշկական ծառայության ստորաբաժանումներին հաջողվեց ժամանակին եւ ճիշտ կազմակերպել մեր վիրավորների տարհանումը, ժամանակին բուժումը եւ վերադարձը շարք։ Դա կարող ենք փաստել, որ կատարած ճիշտ եւ ժամանակին կատարած աշխատանքների արդյունքում բավականին քիչ ունեցանք նման պատերազմական իրավիճակում բավականին քիչ ունեցանք ծանր, ծայրահեղ ծանր վիրավորների թվականակը։ Այո, ունեցանք նաև կորուստներ, բայց ոչ մի հոսպիտալում որևիցե մի զինվորի մենք չենք կորցրել։ Բավականին քիչ է եղել անդամահատումները, բավականին քիչ է եղել հաշմանդամության տանող խնդիրները, որը չնայած որ մենք ակնկալում էինք ավելի բարձր թվականակ, բայց կատարած աշխատանքները հենց դրանով տարբերվեցին նախկինում մեր ունեցած մեր կատարածից, դրանով հենց տարբերվեց։ Եվ մեծ քանակով զինծառայողներ վերադարձան շարք, շարունակեցին հետագայում իրենց ծառայությունը զինված ուժերում։ Ինչի համար ունեցանք քիչ քանակությամբ վիրավոր, ինչի համար ունեցանք համեմատաբար քիչ քանակով զոհեր նման ինտենսիվ կրակի պայմաններում։ Զինվորը կարողանում էր պաշտպանվել, զինվորը կարողանում էր հարձակվել, զինվորը կարողանում էր մարտական խնդիր ճիշտ եւ ժամանակին լուծել։ Եվ ռազմաբժշկական ծառայությունը այդ պայմաններում հնարավորություն ունեցավ իր աշխատանքը կատարել ճիշտ եւ ժամանակին։ Այսինքն խնդիրը ապրիլյան օրերին ոչ միայն հաջողությունները վերապահված էր ռազմաբժշկական ծառայությունը, այլև զինված ուժերի բոլոր վարչություններին, ստորաբաժանումներին, առաջնագծի բոլոր զորամասերին։ Իսկ ինչպիսի հետևություններ արեցիք այդ օրերին։ Ռազմական գործողությունների ավարտից հետո, չնայած պատերազմը դա արհավիրք է բոլոր ազգերի, բոլոր ժողովուրդների համար, բոլոր պետությունների համար, ապրիլյան օրերին մեզ թելադրեցին որոշակիորեն փոխել մեր տեսակետերը։ Մեր տեսակետը որոշ հանգամանքների վրա, մեր տեսակետը էվակուացիայի կազմակերպման վրա։ Մենք նոր մոդելավորում կազմակերպեցինք, նոր մոդելավորում, նորօրյա պատերազմին պատրաստվելու համար նոր մոդել եւ տվյալ մոդելը տարբերվում է իր բնույթով եւ ՆԱՏՕ-ի երկրների ունեցած մոդելից եւ Ռուսաստանի Դաշնության ունեցած մոդելից։ Կարելի ասել մենք ունեցանք հայկական մոդել, որը պատերազմի օրերին կիրառեցինք եւ բավականին մեծ հաջողություն ունեցանք։ Հետագայում այդ մոդելը, ինչի մենք սովորեցինք քառօրյա պատերազմի ժամանակ, արդեն ներենք դրել զինված ուժերում եւ կարծում եմ, որ հետագայում
Աստված միարասցե հետագա պատերազմական ռազմական գործողությունների ժամանակ մենք կիրառենք այն ինչ որ ձեռք ենք բերել Կարորիա պատերազմի օրերին, չնայած ուսումնասիրում ենք նաև նախորդ պատերազմի ժամանակ ունեցած փորձը, բայց տվյալ ժամանակահատվածում ժամանակակից զենքի կիրառման պայմաններում մենք արդեն գիտենք ինչ երբ եւ ինչ ձևով կազմակերպել։ Կարևոր ձեռքբերում կարելի է համարել նաև նոր ուսումնական կենտրոնի բացումը։ Ինչ անհրաժեշտություններ այս կենտրոնն ունենալը։ Եթե մենք բանակի զարգացման այս этаպում մենք միանշանակ այն կարծիքին ենք, որ ունենք բժիշկների պատրաստման օրան, օջախ, դա բժշկական համալսարան է պետական, եւ այնտեղ մենք ունենք ռազմաբժշկական ֆակուլտետ, որտեղ որ պատրաստում ենք բժիշկ մասնագետներ։ Բժիշկ մասնագետները իրենց խնդիրը հստակ զորամասային օղակում կատարում են, բայց զորամասից առաջ մենք ունենք խնդիրներ պայմանավորված ոչ պրոֆեսիոնալ սանրանգիչներով, որը որ հետագայում երկարատև քննարկումներից հետո Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից մեզ որպես օգնություն տրամադրվեց միջոցներ, մասնագետներ, որոնք որ մեր մոտ պատրաստեցին հրահանգիչներ, որոնք որ պետք է հետագայում ուսուցանեին մեր անձնակազմին։ Եվ արդյունքում երկար աշխատանքներից հետո նույն Ամերիկայի Միացյալ Նահանգների ծրագրով սանրահանգիչների պատրաստման համար ստեղծեցինք թվով 15 հրահանգիչների, որոնք որ այսօր դասավանդում են մեր սանրահանգիչների պատրաստման կենտրոնում։ Կենտրոնը հետագայում զինված ուժերի ղեկավարության կողմից հատկացվեց տարածք, շենքային պայման, բավականին լավ պայմաններ, որտեղ որ կարելի ասել եւ ուսուցանում ենք մեր զինծառայողներին եւ ուսուցանում ենք բժշկական պատրաստության առումով, մարտական պատրաստության բոլոր առարկաների առումով, ծրագիրը թարգմանվել է հայերեն, դրան ծրագրին ավելացրել ենք մեր ունեցած փորձը, մեր ունեցածը, ինչ որ մենք պատերազմների ժամանակ մեր մոտ հավաքվել, կուտակվել, վերենք լուծել, դա նույնպես որոշակիորեն ավելացրել ենք այն հիվանդությունների ցանկը, որոնք մենք հանդիպում ենք զինված ուժերում, հատկապես ձմռան պայմանների ժամանակահատվածում, եւ հիմա դասավանդումը իրականացվում է։ Վստահ եմ մեկ տարի հետո մենք առաջնագծից միջև հոսպիտալային օղակ կունենանք պրոֆեսիոնալ պատրաստված ռազմաբժշկական զինծառայողներ։ Դրանում ես միանշանակ վստահ եմ։ Եվ առաջին հերթին վստահ եմ, որ այն ուսուցումը, որը որ տրվում է սանրահանգիչներին, միանշանակ անխտիր կիրառվելու են առաջնագծում օգնություն կազմակերպելու համար։ Վստահ եմ նաև նրանում, որ ընտրել ենք լավագույն մասնագետները, որոնք որ ընտրվել են հատուկ հանձնաժողովների կողմից զորամասի հրամանատարների ղեկավարությամբ, կիրթ, զարգացած հանձնավորություններ, զինվորներ, որոնք որ ընդգրկվելու են ամբողջ ծավալով մեր խնդիրների լուծման մեջ։ Իսկապես այս օրերին ռազմաբժշկական ուսումնական կենտրոնի առաջին ունկնդիրները մեծ եռանդով եւ նպատակասլացությամբ սերտում են այն ամենը, ինչը անհրաժեշտ է արհեստավարժ սանրահանգիչներ դառնալու համար։ Կենտրոնի պետ մայոր Հարություն Հովհաննիսյանի բնորոշմամբ դասընթացների գլխավոր նպատակն է ոչ միայն առաջնագծի զորամասերը համալրել պրոֆեսիոնալ, տեսական եւ գործնական գիտելիքներով հարուստ սանրահանգիչներով, այլև վերապատրաստել բանակի բուժակներին։ Կենտրոնում ուսուցանում ենք սանրահանգիչներին կանխարգելիչ բուժօգնություն, կանխարգելիչ բժշկություն, առօրյա բժշկություն եւ մարտական գործողությունների ժամանակ կազմակերպվող բուժօգնություն։ Ընդհանրապես կենտրոնի նպատակն է ուսուցանել սանրահանգիչներին այնպես, որ միջհոսպիտալային օղակում հասնենք պրոֆեսիոնալիզմի։ Կարճացնենք տևողությունը մինչև միջհոսպիտալային օղակ բուժօգնության եւ հասնենք այն ոսկե ժամանակին։ Կենտրոնում ստեղծված է համապատասխան պայմաններ, որպեսզի ուսումնական գործընթացը հասնի լիարժեք ամբողջովին նորվերեն ուսումնական պրոցեսին։ Ունենք տեղեկատվության եւ ժամանցի սենյակ, համապատասխան լավ կահավորված ննջարաններ, տեխնիկական եւ դիդակտիկ նյութերի բավականին մեծ բազա։ Այսօր դուք ունենալու եք ցուցադրական պարապում, պարանոցի հատվածում վնասվածքների ժամանակ սեղմող վիրակապի տեղադրումը հեմոստատիկ բինտից հետո, թե ինչպես կտեղադրենք մենք հեմոստատիկ բինտը, թանզիվը եւ դրանից կդնենք սեղմող վիրակապ էլաստիկ բինտի միջոցով։ Սաները շատ խելացի են, շատ ակտիվ եւ հիմնականում նրանք հանդիսանում են բժշկական ուսումնարանների եւ բարձրագույն բժշկական հաստատությունների ուսանողներ,
ակտիվ մասնակցություն են ունենում դասընթացին եւ ակտիվությունը պահպանվում է եւ հետաքրքրությունը բարձր ողջ դասընթացի ընթացքում։ Ընդհանուր առմամբ ռազմաբժշկական ուսումնական կենտրոնում սանհրահանգիչների պատրաստման դասընթացի տևողությունը 16 շաբաթ է։ Յուրաքանչյուր տարի ուսումնական ծրագիրը կազմակերպվում է 2 փուլով, համապատասխանաբար դասընթացներին ներգրավելով ամառային եւ ձմեռային զորակոչերի շրջանակում առաջնագծի զորամասերը համալրած այն նորակոչիկներին, ովքեր ունեն բժշկական միջին մասնագիտական կամ թերի բարձրագույն կրթություն։ Դասընթացներն անցկացվում են հայ-ամերիկյան համատեղ ջանքերով ստեղծված սանհրահանգիչների եւ բուժակների պատրաստման ուսումնական ձեռնարկով։ Ծրագիրը բաղկացած է հիմնականում 3 բաժնից։ Առաջի բաժինը մարդու նորմալ անատոմիայի եւ ֆիզիոլոգիայի հիմունքներն են, պարտադիր պայման իմանալու ցանկացած բուժաշխատողի համար։ Երկրորդ բաժինը բաղկացուցիչ առօրյա գործունեությունն է բուժծառայության խաղաղ պայմաններում։ Հաճախակի հանդիպող հիվանդություններ, ինչպես տարբերակել դրանք իրենց մասով իր պարտականությունները սանհրահանգիչների եւ բուժակների։ Եվ ամենակարևոր բաղադրիչը տվյալ ծրագրի դա հենց մարտադաշտի բժշկությունն է, երբ արդեն իրենք գործ ունեն վիրավորների հետ, մարտադաշտում են, մաքսիմալ փորձում ենք մոտեցնել հնարավորության պայմաններում ռեալ մարտական իրավիճակին, թե ստրեսային իրավիճակը, թե ինչ-որ ձայնային էֆեկտներ, որպեսզի իրենք արդեն գոնե մոտավոր պատկերացում կազմեն, ինչ է իրենց սպասվում մարտադաշտում վիրավորի հետ աշխատելու ժամանակ։ Հենց այս նպատակին էլ միտված էր նկարահանումների ժամանակ ուսումնական կենտրոնում անցկացված վիրավորի տարհանումը մարտի դաշտից կրակոցների տակ առաջին բուժօգնության ցուցաբերումը թեմայով ցուցադրական պարապմունքը։ Առաջադրված խնդիրը հետևյալն էր՝ մարտադաշտում ժամանակին եւ ճիշտ բուժօգնություն ցուցաբերել վիրավորներին, դադարեցնել արյունահոսությունը, վիրակապել վնասվածքը եւ փորձել կրակահերթի ներքո վիրավորին տարհանել անվտանգ գոտի։ Փորձեցինք բացատրել մեր սանհրահանգիչներին ինչ է կատարվում, ոնց է կատարվում եւ որի համար որ շատ կարեւոր գործողություն է հանդիսանում նաեւ ժամանակը, խնայել այն ժամանակը, որը որ հիվանդի վրա է վատնվում։ Պարտադիր դա հաշվի պիտի առնենք, որովհետեւ անհրաժեշտ դադարեցումների ժամանակ, մարտի դաշտում, կրակոցների ժամանակ արկային մի շարք ձայներ, կրակոցներ, արկային արկերի ձայներ, հրանոթներ, թնդանոթ, ուղղաթիռներ, տանկեր, բազմատեսակ ձայներ։ Եվ այդ ժամանակ դու պետք է ուշադրություն դարձնես քո հիվանդին, որպեսզի հասցնես հիվանդին մարտի դաշտից դուրս բերել, փրկելով նրա կյանքը։ Քանի որ ուսումնական կենտրոնի դասախոսական եւ սպայական կազմի վերապատրաստումը իրականացվում է ռազմաբժշկական ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության շրջանակում, ըստ այդմ մեթոդական օգնություն ցուցաբերելու նպատակով այստեղ հաճախակի են այցելում Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմաբժշկության դպրոցի ներկայացուցիչները։ Տպավորություններս միայն դրական են դեռ անցյալ տարի, երբ կրկին Հայաստանում էինք, մեզ հետ բերեցինք բազմաթիվ ուսումնական նյութեր, եւ այսօր վստահորեն կարող եմ ասել, որ բավականին լավ ծրագիր է մշակված մեր հայ գործընկերների կողմից։ Համոզված եմ, որ վերջնական արդյունքը շատ լավն է լինելու, անձնակազմը պրոֆեսիոնալ է եւ պատրաստված։ Դրանով կարծում եմ ամեն ինչ ասված է։ Հարկ է նաև ընդգծել, որ սանհրահանգիչների դասընթացի ավարտին ունկնդիրները պետք է հանձնեն ավարտական քննություններ, շարային, կրակային եւ մասնագիտական պատրաստություն առարկաներից, որպեսզի թե ֆիզիկապես, թե մասնագիտական առումով պատրաստված վերադառնան զորամասեր, կատարելով սանհրահանգչի իրենց պարտականությունները։ Ուստի ցանկացանք լսել նաև ապագա սանհրահանգիչների տպավորությունները դասընթացի եւ ապագայի տեսլականի վերաբերյալ։ Ես Հայկ Կարապետյանն եմ, ծառայության եմ անցել Հայաստանի Հանրապետությունում, արդեն ծառայում եմ մոտ 4 ամիս, ներկապային ծառայությունը շարունակում եմ ռազմաբժշկական ուսումնական կենտրոնում, որպես սանհրահանգիչ ու մեծ կարևորություն եմ դնում սանհրահանգիչի պաշտոնը, որովհետև տեղի ունեցան այս վերջին ապրիլյան դեպքերը ու այդ մեզ ստիպեց հասկանալ, որ ամեն պահին կարող է
հակառակորդը նորից այդպիսի քայլեր կատարի եւ մենք պետք է լինենք ավելի զգոն եւ ուշադիր։ Ես Դավիթ Ասյանն եմ, Վանաձոր քաղաքից, սովորում եմ ռազմաբժշկական ուսումնական կենտրոնում որպես սանրահանգիչ։ Լինելով սանրահանգիչ մենք պետք է սովորենք առաջի բժշկություն ցույց տալ ռազմական դաշտում, ռազմի դաշտում, քանի որ գտնվում ենք լարված իրավիճակում, սահմանները ցանկացած պահի կարող են սահմանների վրա կրակել։ Դրա համար պետք է պատրաստ լինենք, որպեսզի կարողանանք ցույց տալ առաջի բժշկությունը մեր զինվորներին, վիրավորներին։ Մենակ այն, որ մենք կարող ենք ինչ-որ մեկի կյանքը փրկել, մեզ ստիպում է, որ մենք այստեղ լավ սովորենք։ Իմ պարտականությունն է այստեղ լավ սովորել եւ գիտակցել մարդու կյանքը ինչ է նշանակում, որպեսզի ես կարողանամ, եթե հարկ եղած դեպքում լինի մարտական գործողություններ, կարողանամ իմ սանհարանգչի պարտականություններս կատարեմ։ Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել մեր սերժանտական ու սպայական կազմին, քանի որ նրանք ունենալով փորձ իրական պայմաններում մեզ շատ բան են տալիս ու մենք շատ շնորհակալ ենք նրանց։ Մեզ մնում է միայն հաջողություն մաղթել դասընթացի առաջին ունկնդիրներին, որոնք ընդամենը օրեր անց արդեն որպես մասնագետ կվերադառնան զորքեր եւ ուսումնական կենտրոնում ստացած գիտելիքները կփոխանցեն նաեւ մյուս զինծառայողներին, որպեսզի բանակում յուրաքանչյուրը քաջատեղյակ լինի առաջին բուժօգնության, մասնավորապես ինքնօգնության եւ փոխօգնության բոլոր հիմունքներին։ Շարունակում ենք զինված ուժերի բուժծառայությունը 24 տարեկան է խորագրով հատուկ թողարկումը։ Բանակում բուժծառայության յուրաքանչյուր օղակ ունի իր առանցքային դերակատարությունը։ Լինի սանհրահանգիչ, բուժակ թե նեղ մասնագետ բժիշկ, բոլորի առջև դրված գերխնդիրը մեկն է՝ հոգ տանել զինվորի առողջության համար։ Անկասկած մեր բուժծառայողները բարեխղճորեն են իրականացնում իրենց առջև դրված խնդիրը։ Լիովին բուժում ու շարք են վերադարձնում վատառողջ զինվորին ու սպային, կատարում են բարդ վիրահատություններ, իրականացնում կանխարգելիչ միջոցառումներ զորքերում հնարավոր համաճարակները բացառելու նպատակով։ Նրանք մշտապես կատարելագործում են իրենց մասնագիտական հմտությունները թե գործնականում, թե տեսականորեն։ Նրանցից մեկն էլ Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի կրծքային վիրաբուժության բաժանմունքի պետ, փոխգնդապետ Արման Ավետիսյանն է։ Բարև ձեզ բժիշկ։ Պարոն փոխգնդապետ, ինչպես է սկսվում ձեր օրը, կծանոթացնեք ձեր առօրյային։ Իհարկե, համեցեք։ Զինվորական ուսադիրներ ու բժշկական ճերմակ խալաթ։ Առաջին հայացքից թվում է, թե այս երկու մասնագիտություններն իրար հետ ոչ մի աղերս չունեն։ Այնինչ 2 տասնամյակից ավելի մեր բուժծառայողներն ամեն օր ու գիշեր ազգային բանակի կողքին ապացուցում են, որ երբ միախառնվում են զինվորականի զգոնությունն ու պատասխանատվության բարձր զգացումը եւ բժշկի անսահման նվիրումն ու հոգատարությունը, նույնիսկ հրաշքներ են տեղի ունենում։ Հիմա ծանոթացնեմ ձեզ մեր հիվանդ զինծառայողներից մեկի հետ, ով վերջերս վիրավորվել է մեր մարտական հենակետում հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ։ Մարտական հենակետում վիրավորվել է հակառակորդի կողմից արձակված հրազենից, ստացել է կրծքավանդակի շրջանի հրազենային վիրավորում եւ որովայնի շրջանի հրազենային վիրավորում համակցված։ Վիրահատվել է շտապ անհետաձգելի կարգով Կայազորային հոսպիտալում, որից հետո որպես մասնագիտական օգնություն կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալից մեկնած շտապ օգնության ավտոմեքենան վիրավոր զինվորին տեղափոխել է կենտրոնական զինվորական հոսպիտալ։ Մի քանի օր հետո վերակենդանացման բաժանմունքում բուժվելուց հետո Անդրանիկը տեղափոխվել է մեր բաժանմունք։ Ներկայումս Անդրանիկի վիճակը բավարար է, վերքերը գրեթե լավացել են, մի քանի մակերեսային վերքեր են մնացել, մոտակա օրերի ընթացքում պլանավորում ենք նրան դուրս գրել։ Արման Ավետիսյանը տարիների ծառայությունից հետո միայն ապրիլին, երբ Արցախի սահմանային հոսպիտալներից մեկում ստացավ ռազմական բժշկի իր մարտական մկրտությունը, համոզվեց, որ զուր չի ընտրել մասնագիտությունը։ Կարծում եմ, որ զինվորականի ու բժշկի մասնագիտությունները համադրվում են, քանի որ երկուսն էլ կոչված են մարդկային կյանքեր փրկելու։ Բժիշկը իհարկե փրկում է կոնկրետ հիվանդի կյանքը, իսկ զինվորականը իր ամբողջ հայրենիքը եւ հետեւաբար ամբողջ ազգի փրկությանն է մասնակցում։
Բժշկական համալսարանի դիմորդի ընդունելության քննությունների արդյունքները բավականացրին ռազմաբժշկական ֆակուլտետի անցողիկ միավորներին, ու այնպես ստացվեց, որ ճակատագրի բերումով դարձավ այդ ֆակուլտետի ուսանող։ Հետագա տարիներին, երբ Արման Ավետիսյանը ծառայության նշանակվեց զորքերում, ամեն օրվա հետ մի նոր սիրով կապվեց իր մասնագիտությանը։ Խոստովանում է, որ վիրահատական սեղանի մոտ կանգնելը բժշկի համար մեծ պատասխանատվություն է, առավել ևս, երբ հիվանդը հայրենիքի պաշտպանն է։ Դժվար է ասել այն ապրումները, որոնք ունենում ես մինչև վիրահատության մտնելը, քանի որ դա կարող են հասկանալ միայն վիրաբույժները, բառերով բացատրել այդ ապրումները հնարավոր չէ։ Իսկ վիրահատության ավարտից հետո վիրահատարանից դուրս գալուց մեծ թեթևություն ես զգում։ Մեծ թեթևություն, մանավանդ երբ օգնած ես լինում հայրենիքի պաշտպանին եւ փրկած ես լինում հերթական կյանքը, այն նվիրելով թե հիվանդին, վիրավորին, թե հայրենիքին։ Հերթական վիրահատությունն էլ բարեհաջող է ավարտվում։ Բժիշկը պատրաստվում է հաջորդ վիրահատությանը։ Շնորհակալություն բժիշկ, շնորհավորում եմ ձեզ ռազմական բժշկի օրվա կապակցությամբ, ցանկանում որպեսզի ձեր բոլոր հիվանդ զինվորները հնարավորինս շուտ ապաքինվեն։ Իսկ մենք շարունակում ենք զինված ուժերի բուժծառայությանը նվիրված հատուկ թողարկումը։ Այժմ տեղափոխվենք Պաշտպանության նախարարության կենտրոնական պոլիկլինիկա։ Բուժհաստատության անցած ճանապարհի, գործառույթների, ամբուլատոր բժշկական ծառայության կազմակերպման եւ այլ թեմաների շուրջ իմ գործընկեր Հովհաննես Պարաշյանը զրուցել է պոլիկլինիկայի պետ, բուժծառայության փոխգնդապետ Մհեր Սերոբյանի հետ։ Հիվանդի հետ վարվիր այնպես, ինչպես կցանկանայր, որ քեզ հետ վարվեր մեկ այլ բժիշկ։ Այս կարգախոսի ներքո Պաշտպանության նախարարության կենտրոնական պոլիկլինիկան միակ է զինված ուժերում ավելի քան 2 տասնամյակ, բարեխղճորեն եւ բարձր մակարդակով կատարում է իր առջև դրված խնդիրները, մատուցում բազմաֆունկցիոնալ բժշկական ծառայություններ, անձնակազմի մասնագիտական գիտելիքներից զատ, անչափ կարևորելով նաեւ բժշկական էթիկան։ Ինչպես ռազմաբժշկական մյուս ստորաբաժանումները, այնպես էլ Պաշտպանության նախարարության կենտրոնական պոլիկլինիկան ստեղծվեց ժամանակի պահանջով։ Անցնելով վայրեջքների ու վերելքների ճանապարհով, պոլիկլինիկան տարիների ընթացքում կայացավ եւ անձնակազմի պրոֆեսիոնալիզմի ու անսահման մեծ նվիրումի շնորհիվ տիպային կառույցների շարքում դարձավ մրցունակ։ Հիվանդը ներկայանալով կենտրոնական պոլիկլինիկա ոչ մի տիպի խնդիր չունի լիարժեք հետազոտվելու, նախնական ախտորոշումը կայացնելու, բոլոր կարգի անալիզները, բժիշկների կողմից հետազոտությունները լիարժեք կատարելու եւ հետագայում, եթե լինում են ցուցումներ, ապա ստանալու նաեւ մասնագիտացված բժշկական օգնություն ստացիոնարում։ Բուժպրոֆիլակտիկ աշխատանքներից, հիվանդությունների վաղաժամ հայտնաբերումից, դրանց նախնական ախտորոշումից մինչև հոսպիտալացում եւ հետհոսպիտալային շրջանում վերականգնողական բուժում։ Սրանք պոլիկլինիկայի կողմից իրականացվող ամբուլատոր բժշկական միջոցառումների եւ զինված ուժերի ստորաբաժանումներում մատուցվող բազմաֆունկցիոնալ բուժծառայությունների ընդամենը մի մասն են կազմում։ Ինչպես նկատում է պոլիկլինիկայի պետ Մհեր Սերոբյանը, բուժհաստատության առջև դրված առաջնային խնդիրը մեկն է՝ այցելուներին սպասարկել արագ եւ պատշաճ մակարդակով, սահմանված կարգով ցուցաբերել մասնագիտացված եւ որակավորված ամբուլատոր, ինչպես նաեւ անհետաձգելի բուժօգնություն։ Այսօրվա մեր ծառայությունը արդեն 25 տարվա պատմություն ունի եւ այս տարիների ընթացքում կենտրոնական պոլիկլինիկայի ծառայության պատմության մեջ կենտրոնական պոլիկլինիկան բավականին երկար եւ արդյունավետ ճանապարհ է անցել եւ այսօր էլ դրա ապացույցն է մեր այցելուների, հիվանդների մշտական ջերմ եւ բարի խոսքերը, որոնք հաճախ գալիս են մեզ մոտ շնորհակալություն են հայտնում ցուցաբերած բժշկական ծառայությունների համար, սակայն մենք դրանով չենք բավարարվում եւ մեր մշտական պարտքն ենք համարում կազմակերպել օգնել ցանկացած կատեգորիաների մեր զինծառայողներին, նրանց ընտանիքի անդամներին, զինհաշմանդամներին։ Այսօր պոլիկլինիկայում առկա են 3 բաժանմունքներ՝ վիրաբուժական, թերապևտիկ եւ ատամնաբուժական, որտեղ աշխատում են հմուտ եւ բարձրակարգ մասնագետներ։ Բացի նշյալ բաժանմունքներից գործում են նաեւ կլինիկական լաբորատորիան, ռենտգեն եւ ուլտրաձայնային հետազոտության կաբինետները, դեղատունը, որը դիսպանսեր հաշվառման մեջ գտնվող զինծառայողներին մշտապես ապահովում է անվճար դեղորայքով։ Մեր ծառայությունը դա մի համակարգ է, որտեղ չկա իմը քոնը հոսպիտալ կամ պոլիկլինիկա հասկացողություն, այդ ամենը կազմում է մի գաղափարի շուրջ, կազմված է մի գաղափարից ռազմաբժշկական վարություն իր ենթակա զորամասերով։
Եվ մեր ամբողջ ծառայությունը մեկը բոլորի համար, բոլորը մեկի համար սկզբունքով գործել է, մինչև այժմ էլ գործում է։ Ինչ վերաբերում է նյութատեխնիկական հագեցվածությանը, ապա պոլիկլինիկան ժամանակ առ ժամանակ համալրվում է նոր բուժ սարքավորումներով։ Ժամանակին ու տեխնոլոգիական զարգացումներին համակայլ անընդհատ կատարելագործելով բժշկական միջոցառումների որակն ու արդյունավետությունը։ Միանալով մասնագիտական տոնի առթիվ մինչ այս հնչած բարեմաղթանքներին, Զինուշ հեռուստածրագիրը ևս ջերմորեն շնորհավորում է ազգային բանակի բուժ ծառայողներին, ովքեր շարունակում են ըստ արժանվույն կատարել իրենց մասնագիտական ու ծառայողական պարտականությունները, մշտապես հավատարիմ մնալով իրենց մարդասիրական կոչմանն ու հայրենիքին անմանացոր ծառայելու առաքելությանը։ Քաջ առողջություն, բեղուն աշխատանք եւ մասնագիտական նորանոր հաջողություններ ձեզ, սիրելի բուժ ծառայողներ։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ, մնացեք խաղաղությամբ։